Դուք ճիշտ եք, որ Թուրքիայից հնչել են եւ մեկ-մեկ էլ հնչում են հայտարարություններ, որոնք Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը փոխկապակցում են այլ գործընթացների հետ։ Ես կարծում եմ, որ իրականում Հայաստան-Ադրբեջան գործընթացը հիմա ավելի առաջ է, քան Հայաստան-Թուրքիա գործընթացը, որովհետեւ Հայաստան-Ադրբեջան գործընթացում օրինակ ավելի շուտ ադրբեջանական կողմը հանեց սահմանափակումները Հայաստանից երկաթուղային տրանզիտի, քան Թուրքիան։ Թուրքիան էլ արեց։ Կամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հիմա ուղիղ առևտուր կա, նկատի ունեմ նավթամթերքի։ Եվ ես կարծում եմ, որ ժամանակն է, որպեսզի Թուրքիայի կողմից լինի առավել ակտիվ առաջընթաց Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում, դա վաղուց հասունացված է եւ չգիտեմ պատճառ, ես չեմ կարող մատնանշել պատճառ, թե ինչու պիտի Հայաստան-Թուրքիան հենց վաղը չունենան դիվանագիտական հարաբերություններ եւ թե ինչու հենց վաղը չպիտի Հայաստան-Թուրքիա սահմանը բաց լինի։ Արդյոք գործընթացը գնացել է այն արագության, որը մենք կամ ես կուզեի տեսնել, ոչ, ես կուզեի, որ գործընթացը ավարտված լիներ տարիներ առաջ, բայց համաձայն եք, որ Հայաստան-Թուրքիա գործընթացը բարդ գործընթաց է եղել եւ ըստ էության Հայաստանի անկախության առաջին տարիներից սկսած են բոլոր իշխանությունները, այդ թվում ձեր իշխանությունը փորձել է այդ գործընթացը պսակել հաջողությամբ, բայց ես վստահ եմ, որ Հայաստան-Թուրքիա լիակատար կարգավորումը ժամանակի հարց է եւ շատ մոտ է այդ կարգավորումը։ Իդեպ մի բան էլ էլի, ուղղակի զուտ հիշեցի, քանի որ դուք դաշնակցության ներկայացուցիչ եք եւ ես սիրում եմ բանավիճել դաշնակցության ներկայացուցիչների հետ, բայց չէ, 004-ը չեմ ասել։ 2000 օգոստոսի 1-ը երեկվա օրը իրական խորհրդարանշանական օր է, որտեղ եթե ես չեմ սխալվում, 2018 թվականի հայկական առաջին խորհրդարանի առաջին նիստը տեղի է ունեցել օգոստոսի 1-ին։ Եվ գիտեք այդ օգոստոսի 1-ին խորհրդարանում, երբ որ դաշնակցությունների իշխանության ովքեր են հրավիրված եկել, Թուրքիայի ներկայացուցիչները։ Եվ դա նշանակում է, որ դաշնակցության պատգամավորները շփվել են Թուրքի հետ։ Բայց սա աբսուրդի ժանրից բան ես հիմա ասեցի, ուզում եի ուղղակի մատնացույց անել, թե ինչա աբսուրդը։ Շնորհակալություն։ Պարոն Ռուբինյան, ես ձեզ խոստանում եմ տան ազգային արխիվի հրատարակություններ, որտեղ առաջին իսկի մասին կլսեք, որտեղ ելույթ ունենում Ավետիք Սահակյանը, Թուրքիայի դեսպանը դահլիճում նստած, Ավետիք Սահակյանը խոսում է հայ ժողովրդի իրավունքների մասին, խոսում է բռնազավթված տարածքների մասին։ Դրանից 1 տարի անց, դեռ 1 տարի էլ չէ, 1919 թվականի մայիսի 28-ին արդեն Երևանում հայտարարվում է մոտ 75,000 քառակուսի կիլոմետրանոց Միացյալ Հայաստանի մասին։ Այդ թեմաներով ժամերով կարամ բանավիճեմ, պարոն Ռուբինյան, մի հատ էլ լավ իմ սարքած դոկումենտալ ֆիլմը կտամ ու ամբողջացնենք, բայց նորից դուք շրջանցեցիք մի կարևոր բան, Տիգրան հարցը, բայց ձեր շուրթերով նոր արձանագրեցիք, որ 22 թվականին այն համատեղ հայտարարությունը, որ Հայաստանը եւ Թուրքիան երկխոսում են առանց նախապայմանների, ի սկզբանե եղել են նախապայմաններով, իսկ ինչ վերաբերում է Ադրբեջանին, ես չեմ կարծում, որ Ադրբեջանը հետ Հայաստանի հարաբերությունները ավարտում եմ, Հայաստանի հարաբերությունները շատ ավելի առաջ են գնացել, քան Թուրքիայի հետ։ Ոչ, Ադրբեջանը անկյունակարային նախապայմանն է դնում։ Դա Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագիրն է ու Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը։ Մենք Պարոն Մանուկյան, ավարտեք։ Պարոն Մանուկյան, ես չեմ բանավիճում հետ, ես փաստ եմ արձանագրում, որ երբ որ դաշնակցությունը իշխանություն էր, առաջին իսկ խորհրդարանի առաջին իսկ նիստում հրավիրված է եղել Թուրքիայի դեսպանը։ Ես նույնիսկ չեմ մեղադրում ձեզ, նախ որովհետև դուք այն ժամանակ ծնված չէիք եղել, երկրորդն էլ հիմա չեմ մեղադրում, բայց ես ուզում եմ զուտ մատնացույց անել, թե ինչքան է մեր քաղաքական դիսկուրսում այս թեմաները ծամծմվում ու մանիպուլացվում։ Ինչ վերաբերում է Հայաստան-Թուրքիա գործընթացին, ոչ ես չասացի, որ սկզբից նախապայմաններ են եղել, ես ասացի, որ մենք անընդհատ ֆիքսել ենք, որ գործընթացը շարունակում ենք առանց նախապայմանների, բայց ես ասել եմ, որ այո, Թուրքիայից մեր հնչում են հայտարարություններ, որոնք այս պայմանավորվածությանը հակասում են։ Ինչ վերաբերում է անկլավների թեմաներին, հարգելի գործընկերներ, հանրահայտ փաստ է, որ Հայաստանն ու Ադրբեջանը անկախացել են համապատասխանաբար ՀԽՍՀ տարածքի վրա, Հայաստանը, Ադրբեջանն էլ ԱԽՍՀ տարածքի վրա։ Այդ սահմանները հայտնի են։
90-ականներին եւ հետագայում նաեւ ներողություն եւ հետագայում նաեւ 2021-22 թվականներին եղել են գործընթացներ, որի արդյունքում Ադրբեջանի պատկանող տարածքներ մնացել են կամ անցել են Հայաստանի վերահսկողության ներքո եւ հակառակը։ Հիմա կա համանազատման հանձնաժողով երկու կողմերից։ Համանազատման հանձնաժողովի շրջանակներում պետք է այն ինչ որ պատկանում է Հայաստանին լինի Հայաստանին, այն ինչ որ պատկանում է Ադրբեջանին լինի Ադրբեջանինը, բայց նաև այդ կանոնակարգը թույլ է տալիս իրականացնել օպտիմալացում, եթե կողմերը համաձայնեն դրան կամ ուզեն դա եւ այսպես շարունակ, եւ եթե Հայաստանով հանրակրվեով դա հաստատվի։ Սա է պատասխանը ձեր հարցի։ Շնորհակալություն։